ուրեմն ասեմ հետևյալը, որ այսօրվա թեման, ինչպես որ սովորաբար մենք անում ենք, աշխատել ենք ըստ էության լավ թեմայի անդրադառնալ եւ թեմաներ, որոնք ակտուալ են, հրատապ են լինում, լավ, վատ, միջին լավության, միջին վատության, բայց որոնք հրատապ են։ Այս անգամ ճիշտ ասած իմ տրամադրությունը ձեզ հետ միասին կարծում եմ շատ լավ է, որտեղ խոսելու ենք, ես ձեզ ինչպես խոստացել էի, հաղորդումը ներկայացնելու եմ Միացյալ Նահանգների փոխնախագահ ուրեմն Դիվենսի այցին եւ նրա արդյունքներին։ Ինչու մի օր հետաձգեցինք, որովհետեւ ես ուզեցի ինքս լավ հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչ օգուտներ կան, ինչ ռիսկեր կան եւ ինչ հեռանկարներ է բացվում Հայաստանի Հանրապետության համար։ Ուրեմն կարծում եմ, որ դա նորմալ բան է եւ տեսա, որ այսպես ասեմ, որևէ վատ բան չկա, բայց լավը կա ու կա։ Ես կբացատրեմ ինչի համար։ Ուրեմն պետք է նկատի ունենաք, որ Դիվենսը աշխարհի հզորագույն պետության քաղաքական իմաստով երկրորդ հզոր մարդն է ներկայացել։ Դա շարքային իրադարձություն չի, անձնավորությունը ինքը շարքային չի։ Ուրեմն կրկնենք, չէ, աշխարհի հզորագույն պետության Միացյալ Նահանգներն են, ուրեմն փոխնախագահը։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգներում իր հզորությամբ, որպես անձնավորություն քաղաքական, երկրորդ անձնավորությունը եկել է, ներկայացել է, եւ դուք ինչպես հիշում եք, հիացմունքով է խոսել Հայաստանի 5 քաղաքագրչան, Հայաստանի քրիստոնեության եւ իր քրիստոնյան լինելու մասին։ Սա որպես մուտք, ասեմ, նկատի ունեցեք։ Երկրորդ մասը ես ձեզ պետք է ասեմ հետեւյալը, որ իհարկե ասում են մարդիկ, որոնք շահագրգիռ ձևով, դա ռուսական սեգմենտն է, Ղարաբաղյան կողոպտիչ գործանարար կլամն է եւ կակեբեշնիկներն են։ Մեջները ցավոք նաեւ ռուսական կրթությունով ռուսացած հայեր, որոնք էթնիկական իմաստով հայեր են, որոնց դուք նաեւ ճանաչում եք, չեմ ուզում աններ ասեմ, բայց իրենց մայրենի լեզուն ռուսերենն է։ Դուք նկատի ունեցեք, ով որ Մսուր Մանկապարտեզ է գնացել եւ առաջինը Պուշկինի ասել Թումանյանի փոխարեն, սա կասկածելի հայ է, բայց կասկածելի հայ կարծում եմ չպիտի մնա, ինքը պիտի վերադառնա Թումանյանին, եթե չի վերադառնա, ինքը մեզ պետք չի, ոչ մեկը պետք չի այդ իմաստով։ Այսինքն իմ ասածը քաղաքական է, ոչ թե անձնական վիրավորելու նպատակ ունի։ Հիմա երկրորդ մասն ասեմ հետևյալը, որ ամենահավանական տեխնացուն հանրապետական գուսացիան, իսկ Միացյալ Նահանգներում 3 տարի է մնում նախագահական նորընտրությունների, ամենահավանական տեխնացուն եւ ենթադրյալ նախագահ Դիվենսն է։ Պատկերացնում եք ինչ է լինում, այսօր Միացյալ Նահանգների երկրորդ պաշտոնյան իր ազդեցությամբ, իր ամեն ինչով, իսկ ուրիշ պարագաներում ենթադրյալ առաջի դեմքը, իսկ եթե բարոն Թրամփը ինչ-ինչ պատճառներով ենթադրենք մի ամիս, 2 ամիս Ամերիկայում չկառավարի, դեպքեր լինում են, ուրեմն իրական նախագահ այդ պարագայում դառնում է Դիվենսը։ Ես ասում եմ, որ այս հատուկ հասկանանք, մենք ինքներս հասկանանք եղածի իմաստը։ Եվ այդ հզորագույն պետությունը իր երկրորդ երիտասարդ ընդորում տեսակ տարիքի առումով աշխուժ երիտասարդ դեմքով ներկայանում է Հայաստան եւ հատուկ ծրագրեր առաջարկում հայ ժողովրդին եւ Հայաստանին։ Սրանից ավելի ինչ եք ուզում, չէ՞։ Մեր տանախնիները հազարավոր տարիներ կրկնել են, ես էլ եմ այսպես կրկնելու եմ եւ երևի հազարավոր տարիներ մեր ժողովրդի մեջ նույն բառը կրկնվելու է։ Սրանից ավելի ինչ եք ուզում, Աստծուց կրակ եք ուզում։ Եթե ուրեմն չի հաջողվել, մեղավորը բացառապես Աստծուց կրակ ուզողն է, ոչ թե նախագահի ուրեմն փոխնախագահն է կամ այլ իրադարձություններ։ Ես ուզում եմ, որ իրադարձությունների իմաստը մենք ճշգրիտ կերպով հասկանանք։ Հիմա դետալների մասին կարծում եմ չարժի ես կես ժամվա կամ մի ժամվա ընթացքում խոսել, այնքան է դետալների մասին խոսվել, այնքան է վերլուծվել, որ
կարծում եմ դուք էլ մեր ժողովուրդն էլ պրպտել գիտի, չէ, մազից մանանեղ ջոկելը հայ ժողովրդի մեծ մասի համար բնավորության գիծ է, ասենք նախագահ ինչի է ծև ժպտաց, ինչի է ծև կանգնեց, վարչապետը ինչի է կողքին էս կողքը կարծես ամեն մեկը մանավանդ է տկիտությունը, դիվանագիտությունից հեռու 1000 կիլոմետր մարդ կներեք այդպես երբեմն ուրեմն մարդու վրայից չգիտեմ ինչի հոտ է գալիս, բայց սովորեցնում է դիվանագիտությունը Միացյալ Նահանգների նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ այլն։ Ես մեկին չեմ պաշտպանում, նկատի ունեցեք, ուզում եմ ասել, այս հատկությունները պետք է թողենք, տեսնենք, հասկանանք ինչ է կատարվում, որովհետեւ շատ բան է կատարվում, որն է բանը։ Ուրեմն երկու ուղղություն եմ նշելու, երկու ուղղություն, որ Միացյալ Նահանգները ուրեմն բերել են իրենց ուրեմն շահերի սպասարկման համար, որ բառացիորեն համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի մեծամասնության շահերի հետ, բայց ոչ Ղարաբաղյան կլանի, ոչ բուրկիների, ոչ չանիշների, սրանց շահերից դիվերսի ներկայանալը չի բխում, որովհետեւ եթե Հայաստանը մտնում է Միացյալ Նահանգների հետ այն փոխհարաբերության մեջ, ինչը որ մենք ակնկալում ենք, այստեղ Ղարաբաղյան կլանի մաֆիոզ դեմքերը տեղ չունեն։ Իհարկե տեղ ունեն, բայց այդ դեպքում այդ տեղերը ուրեմն բաներում է, խցերում է։ Դուք ինքներդ լավ եք հասկանում, Արևմտյան աշխարհը իրավունքի պետություն է, այնտեղ մաֆիոզներ եւ այն չեն կարող էլի ժողովրդի զահլեն անել տարիներով իրենց չգիտեմ անհասկանալի անկապ խոսակցություններ վարել։ Բայց հիմա մենք վերադառնանք հարցի դրմանը, որն է կարևոր այս պարագայում։ Կարևորը հետևյալն է, որ Միացյալ Նահանգները հստակ հայտարարում է, որ Թրամփի երթուղին ռեալիզացվելու է, վերջ։ Սա Ռուսաստանը ձեզ համար Ռուսաստանը չի, խոստանա մի բան, ցկի մի այլ բան, փոխի մի այլ բանի վրա։ Տեսեք ինչ է լինում։ Միացյալ Նահանգները հայտարարում են, որ միջուկային էներգետիկայի ոլորտներում ներդրումներ են անելու, օգնելու են եւ այլն։ Եվ ահա այնտեղից մեկը զազրախոսության Զախարովաները Մոսկվայից մեջ են ընկնում, մեր առաջարկները լավ են։ Այն ողորմելի, եթե ձեր առաջարկը լավ է, շուտ ասեիք, բա սպասում եք ամերիկացիները ասեն, որ դուք նոր մեջ մտնեք, այդքան խելք չունեք, կամ միլիոն անգամ բացատրվել է իրենց, որ Թրամփի նախագիծը դա զուտ հայ-ամերիկյան նախագիծ է, երրորդ մաս չի կարող լինել։ Այս են աներես կենտանու նման չեմ մենք էլ ենք մտնելու մեջ, առահա կներեք այդ արտահայտության համար կմտնեք ուրիշ տեղ, դուք կմտնեք այն ժամանակ, երբ Ադրբեջանից Արցախը տարածքով հետ կբերեք, առանց Հայաստանի մեջ խառնելու Արցախահայությանը կտանեք, կբնակեցնեք, վնասները կփոխհատուցեք, հետո նոր կբացեք խոսակցություն ինչ-որ բանի մասին։ Թե չէ, ուրեմն զազրախոսություն այդ բոլորը։ Հիմա տեսեք ինչ հեռանկար է բացում Հայաստանի համար։ Առաջինը չիպերի մասին է, չեմ ուզում, մի մասը իհարկե ունկնդիրները շատ լավ գիտի ինչ է կիսահաղորդիչը, չիպերը ինչ են եւ այլն, որ ժամանակակից ոչ ուրեմն արհեստական բանականություն են արվում, ոչ տեխնոլոգիաներ, ոչինչ չի լինել, նույնիսկ լավ սառնարան հիմա լավ արդյունք առանց չիպի չի լինելու։ Ուրեմն սա այս ճանապարհը Հայաստանի համար բացվում է բաշխարկում որակավորման իրական իմաստով արտադրության կազմակերպման առումով, ընդ որում ոչ թե բերում շուկան լցնում են, առաջարկի իմաստն այն է, որ այս բոլորն արվի Հայաստանում դա նշանակում է կրթության ցենզի բարձրացում, դա նշանակում է տեղական մշակույթի բարձրացում, նաև կարգապահության բարձրացում, որովհետև անկարգա վիճակում նման բաներ չեն լինի։ Ուրեմն սա ամբողջ մի հեղափոխական հեղաշրջման ճանապարհ է, կարծում եմ մենք այդքան էլ լավ չենք հասկանում առայժմ թե դա ինչ կարող է մեր երկրին հեռանկարի մեջ։ Ուրեմն սա մեկ։ Երկրորդը ձեզ հիշեցնել եմ հետևյալը։ Դուք հիշում եք տասնյակ տարիներ է դեռևս Սերժի իշխանության ժամանակ ես ամեն օր պնդել եմ, երևի ամեն շաբաթ պնդել եմ, որ Հայաստանը պետք է բացվի դեպի Միացյալ Նահանգներ եւ հատկապես Կալիֆոռնիա, ինչի համար, որտեղ մեր ժողովրդի
հիմնական զանգվածը Միացյալ Նահանգներում Կալիֆոռնիայում է։ Այսինքն, եթե մենք ուզում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հայաստան փոխհարաբերություններ, այստեղ երկու ճանապարհ կա։ Ուղիղը առանց հայության կապ չունենա, պետության հետ փոխհարաբերություն, ինչը որ դիվերսի այս առաքելության մեջ է։ Երկրորդ մասը ամերիկահայության որպես քաղաքացի, ուրեմն հարաբերությունը հայրենիքի հետ որպես ամերիկյան քաղաքացի։ Սա բոլորովին ուրիշ բան, այսինքն հիմա նորից կրկնեմ, Աստծուց կրակ ենք ուզում, եւ ինչ ենք ուզում, հայրենիքի շուրջ համախմբվել, նոր տեխնոլոգիաներ եւ նման բաներ։ Ուրեմն սա արդեն լինելու է, անկասկած է։ Երկրորդ մասը կա, որը շատ կարեւոր է, որից բարձրում է հյուսիսի մեր ողերին բարեկամը շատ է մերսել, իսկապես մերսել է, որն է, որովհետև մոդուլային միջուկային էլեկտրակայաններ եւ այլն, ուրեմն այս ոլորտը խնդիրն են չի, որ մեզ ատոմակայան պետք է թե չէ, մոդուլային է պետք թե չէ, փոքր է պետք թե չէ, անշուշտ դրանք պետք են, բայց խնդիրը ուրիշ է, որ Միացյալ Նահանգները ըստ էության Պանդորայի արկղը բացում են, միջուկային ֆիզիկայի ճանապարհը բացում են։ Ես ձեզ հիշեցնում եմ, կարծում եմ ձեր մեջ կան շատ ուրեմն մեր ունկնդիրներ, որոնք տարիներ շարունակ լսել են եւ ես պնդել եմ, որ Հայաստանը պարտավոր է ունենալ միջուկային ֆիզիկա, ինչ ուզում եք դա կհասկացեք։ Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից եւ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները հատուկ շեշտել եմ տարիներ շարունակ, ինչու՞։ Որովհետև այս երկրներն են աշխարհի խոշորագույն եւ գիտականորեն զարգացած առաջատարները եւ դրանք էլ ասեմ բարեկամ պետություններ են։ Հիմա երկու ուղղություն հա եւ այս հատկապես այս միջուկի հարցը սրանց շատ է նռացնում, ինչու՞։ Որովհետև իրենք հասկանում են, որ այն երկիրը, որը ունի անկախ էներգետիկա, էնել բազային ուրեմն հիմքի վրա եւ նոր տեխնոլոգիաներ իրենց ավելորդ է դարձնում Հայաստանում, որպեսզի Հայաստանի զարգացումը չկարողանան կասեցնել։ Մենք այս տարիներին տեսել ենք, չէ, որ ռուսական ամեն նախաձեռնության հիմքը եղել է Հայաստանում վերափոխումներ փչացնելը, գողավազակներին հովանավորելը, կակեբեշնիկներին փողոց լցնելը, երկիրը անկայուն պահելը, ինչքան որ ես ասել եմ միասին լսել ենք, չէ, պատերազմից հետո հատկապես ինչպես թիկուն կանգնեց Ղարաբաղյան կլանի բանդաներին, մեջները հոգևորականներ, մեջները ակադեմիկոսներ եւ անընդհատ գեներալներ եւ այլն երկիրը մի տարի է որ նոր շունչ է քաշում եւ այսպես ուրեմն ուզում եմ ասել որ այստեղ են ասել թե Աստված ասում է հերու պահին նման բարեկամից թշնամու հետ մենք հաստատ մեր հարցեր ինքներս կլուծենք ուրեմն այսպես երկու ուղղություն որոնք ուրեմն հատուկ նշեց Միացյալ Նահանգների փոխնախագահը այսպես ասեմ ապակա նախագահացում սա նկատի ունեցեք երբեք չմոռանաք ուրեմն հիմա այս երկու ուղղությունները լինել են ես ոչ ոգևորված եմ բայց ոչ էլ ողբ եմ անում հայկական ողբ իմ մոտ ընդհանրապես չկա ես հայկական ողբը ատում եմ ասեմ ձեզ հայկական ողբի հետ մեջ ատում եմ դիքորությունը եւ ինչու եմ գնահատում շատ բարձր Թումանյանին որտեղ այս եղկելի կերպարները նա կարողացել է գեղարվեստական հանրարեղությամբ ներկայացնել նպատակը այն է եղել որ մենք դիքոր չմնանք հասկանում եք ոնց է նաեւ այդ քաղաքակետ տիկոսները քաղաքակետ որոնց ուրեմն տգիտության չափով այսօրվանից եզրակացություն են անում 5 ամիս հետո եղած վիճակի մասին կոնկրետ իրադրությամբ Իմացեք, որ դա քաղաքականության մեջ կոչվում է շարլատանություն, իսկ հայ իրականության մեջ կոչվում է կիկոսություն, որովհետև հիշում եք, չէ՞, կիկոսի մահը ինչ է։ Ոչ ամուսնացել է, ոչ երեխա են ունեցել, ոչ էլ կիկոս կա, բայց իրենց որտեղ վատի վրա է, որտեղ սրանց աչքերի առաջ անտած սևն է երևում, պատկերի մեջ արդեն երեխան ծնվել է, այն տուն մնացած աղջիկը, որը տանող չկա, արդեն ամուսնացել է, եւ թաղում են անում կիկոսի։ Սա քաղաքական տգիտություն է, նաեւ հանցագործություն է, ասեմ ձեզ, որովհետեւ այս մարդիկ անցած էկրանները զբաղեցնում են, մտքերը զբաղեցնում են եւ չեղածտեղից, ինչպես այժողովուրդն ասում է, լի կներեք, ուրեմն չեղած մատից ծծելով
հանում են պրոբլեմ և սարկում պրոբլեմ և պրոբլեմ։ Ուրեմն սրանք պիտի վերջանա, ուրեմն երկու արդյունք մենք գրանցել ենք։ Հիմա ես ինչու հիշեցրի Կիկոսի բանը, ուրիշ բան է, մենք ձեզ հետ միասին կկարողանանք Միացյալ Նահանգների այս ոսկե եղջյուրից բացված առատության աղբյուրից են ստանանք այն օգուտը, որ պետք է ստանանք։ Սա ես ձեզ զգուշացնում եմ։ Կկարողանանք, թե չէ, չենք կարողանա, թե չէ, մի օր եթե շատ ուրեմն չկարողանանք, կերնենք կգնան, այդ օտարները մեր ուրեմն սիրուն աչքերի համար չեն եկել, մանավանդ սիրուն աչքով շատ մարդ չի մնացել, բոլորը փողոցում չգիտեմ մեծ մասին չեն որոնում։ Ուզում եմ ասել, որ մենք պետք է կարողանանք ռեալիզացրել, իշխանությունը պիտի մոբիլիզացիոն վիճակ հայտարարի, ամեն ժողովրդի մեջ առաջին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկրորդ աշխարհում այդ ինչքան ռեսուրս ունի, պետք է նետի առաջարկների լավագույն տարբերակը կարողանա իրականացնել, եւ մենք վստահաբար կշարժվենք ոչ միայն ներկա, նաեւ ապագա, հասկանում եք ոնց է, եւ այստեղ կգոլոշյանա Ռուսաստան իր բոլոր հետքերով, իսկ այդ չեկիստներին առաջարկում են գնալ նախոտկա եւ այնտեղ իրեն ցույցերն ու գործատուլներն անել, չամիչ կուտեն, բուրկի կուտեն, դե ես գործն է, մեզ հետաքրքիր չի։ Ուրեմն ուզում են չամիչը բուրկիով ուտեն կամ բուրկին չամիչով, վերջ, հարցը պիտի փակվի սրան, հասկանում եք ոնց է, ոչ թե կամ արհեստական բան սարքել, որից հետո դառնալ քաղբանտարկյալ եւ կախվել Հայաստանի Հանրապետության զարգացող ապագա շարժվող պետության ոտքերից եւ անընդհատ այս ժողովրդին պահել տագնապի մեջ։ Ուրեմն սրանք խնդիրներ են, որ մենք պետք է լուծենք։ Բայց ես ասեմ, որ այստեղ մեծ գործ ունի անելու հատկապես կրթության նախարարությունը, անպայմանորեն, ինչու, որտեղ մեր կրթական մակարդակը չի բավարարում սպասարկելու Միացյալ Նահանգների բարձրագույն տեխնոլոգիական մշակումները։ Դա հնարավոր բան չի։ Եթե այդպես չլինի, սրա մասին պիտի մտածել, ուրեմն Միացյալ Նահանգները այդ աշխատանքների մեջ եւ մեր կողմից բարձր կառավարություն պետք է ուրեմն օգտագործի օտար ուժեր, չենք թողելու գործի։ Ուրեմն սա շատ կարևոր խնդիր է։ Դրա մեջ մեր ոչ այդ համալսարաններն ունենք ոչ բուհեր չավատական դարձ, մեր ֆիզիկայի ֆակուլտետը, մեր ֆիզիկայի ինստիտուտը, մենք այդ մակարդակի ձեռնարկություններ չունենք, արտադրական, այդպես ասեմ, բայց դա չի նշանակում անհատներ չկան, կան անհատներ, որոնց համար ճանապարհը պիտի բացել, սպյուրքը լայնորեն պիտի օգտագործել մեր հայրենակիցների ուժերը, ես օրինակ անձամբ գիտեմ, որ համալսարաններում Միացյալ բազմաթիվ հայորդիներ կան, որոնք նաև անգլիախոս, որոնք կարող են կան աշխփող շահավետ համագործակցություն լինի։ Ձերի բաներ չսպասեք, ընդհանրապես այդ ձերիության միտքը հանեք, այս ռսաստրուկներ նոր բան են հնարել։ Ամերիկան իր շահի համար է անում, է շատ լավ է, ուրիշ եթե շահի համար է, շահը կրկրված է, Ռուսաստանն իր շահի համար չի անում, Ռուսաստանն իր շահի համար Ղարաբաղցիներին չծախեց, Ղարաբաղով ես նկատ ունեմ վերնախավին, ադրբեջանցիներին, թե անշահախնդիր արեց։ Ուզում եմ ասել, այդ անհետեցությունը ամերիկաներն իր շահի համար անում, շատ լավ կլինի։ Հիմա է թող ասենք Ֆրանսիան իր շահի համար Հայաստանում կառուցի, ինչ ասեմ, տիեզերական հետազոտություններ խոշոր կենտրոն, Գերմանիան թող Հայաստանում կառուցի Մերսեդեսների արտադրության խոշոր գործարան իր շահի համար, Չինաստանն է թողել ուրեմն այստեղ կառուցի ինչ եք ուզում, գնացների արտադրության խոշոր գործարան հանուն իր շահերի, բայց ձերի եք ուզում, այո Ամերիկան իր շահի համար եւ Իրանն էլ է իր շահի համար անում, Ռուսաստան առավել քան չունեցածն է իր շահի համար անում, այդ Ռուսաստանն իր շահի համար չի ես փողոց լցրել, ես ռևանշիստներին, բայց չի համար է լցրել, որ վարկաբեկեն փչացնեն եւ այն, բայց ասեմ, որ չվախենա, գնաց գնացել է, Հայաստանը զարգանում է եւ այլն։ Ուրեմն սա է, որ ես ձեզ ուզում եի ասեի, մենք պիտի ուղղորդվենք հետեւյալին,
կարողանանք այս տարվա կտրվածքով հեռանկարը հասկանանք 10-15 տարվա համար աշխատենք։ Ես ծնողներին հիմա մի անձնական խորհուրդ եմ տալիս։ Մինչև կառավարությունը հասկանա, նախարարությունը նկատի ունեմ, նախարարություններ կազմակերպեն եւ այլն, դուք ձեր երեխաների անգլերենի կրթությունը շատ արագ կազմակերպեք։ Հայաստանում հայոց լեզվից հետո կարևորագույն լեզուն պետք է լինի անգլերենը։ Կարող եք ռուսերեն ընդհանրապես չսովորեք, ձեզ պետք չի, որտեղ իրենք լեզուն օգտագործում են խառնակցության, հետամնացության եւ ուրեմն պառակտումների համար։ Հասկանում եք ոնց է, իրենք մշակույթ չունեն, գիշեր-ցերեկ ընտես դեմ են արել, մշակույթով օգնեն, պետք չի։ Հասկանում եք ինչ կա, մինչև խաղաղվեն, հանգստանան, իրենց հարցերը ուկրաինացիների հետ պարզեն։ Ուրեմն ես նորից որպես այս պարագայում կասեմ գիտության աշխատող, քաղաքացիական դոկտոր, դուք մի սպասեք ոչ մեկին, ձեր եթե հնարավորություն ունեք, ձեր երեխաների անգլերենի ուսուցումը կազմակերպեք եւ համակարգչի ուսուցումը, այս երկուսը պարտադիր բան է։ Առանց սրանց այն տեխնոլոգիաները, որ առաջարկում են Միացյալ Նահանգներ եւ այլն, այս հաջողություն չեն ունենալու։ Այնպես որ պետք չի ցկել, հասկանում եք ոնց է։ Հիմա այնը չլինի որ դառնանք այն ռուսա մոլներից անգլիա մոլներ։ Ինչ անեք, հայկական դպրոցներից հիշում եք, չէ, ես եմ հիշում, ոչնչություններ երեխեքին հանում էին, իրենք հայերեն բառաչել չէին դանում, ռուսական դպրոց էին դանում։ Խոսքը անգլիական դպրոց տանելու մասին չի։ Անգլերեն լեզվի ուսուցման եւ անգլերենին եւ անգլիական մշակույթին տիրապետելու մասին է, ոչ մայրենի լեզվի հաշվին։ Եթե չունեք մայրենի լեզու գրադար, այն լեզուն, որ Չարենցինն է, որ Պաուլ Սևագինն է, որ գիտական է, Վիկտոր Համբարձումյանին եւ այլն է, ուրեմն հաջողություն չի լինելու։ Հանկարծ չսկսեք, հիմա նոր բաներ է, հայոց լեզվի հաշվին հիմա էլ անգլերեն։ Չլինեմ, չլսեմ, չլինի։ Ուրեմն ասեմ նաեւ հանկարժական բան է։ Այն գիտնականն է մեծ հաջողություն ունենում հասուն տարիքում, որը դպրոցում սովորել է մայրենի լեզու, իսկ հայ մայրենի լեզուն մեկն է, հայոց լեզուն է, ըստ չի կարող լինել երկրորդ մայրենի լեզու, երրորդ մայրենի լեզու, պետական եւ այլն, մի լեզու կարող է լինել, բայց կողքին անգլերենը պետք է լինի առաջին գործածության լեզու եւ լավ իմացությամբ։ Իմացեք, այդ գավառական անգլերենը մեզ տեղ չի հասնի, որտեղ դուք չեք կարող քվանտային ֆիզիկա սովորեցնեք, չիբերի հետ է կապված, այն վատ անգլերենով, փողոցի, չգիտեմ, եւ այսպես չեք կարող դուք լավ մշակույթ ստեղծել այն բանը գավառական մտածողության լեզվով եւ այլն։ Ուրեմն սա բերեք հարցը փակենք եւ գնանք առաջ։ Ուրեմն խորհուրդ է ոչինչ ձեզ նեղեք, մենք գիտենք, որ մեր որպես ծնողներ միշտ եղել ենք այն բանին, որ բաբիկ տատիկներ հատկապես բանուկորդ չունեք, որպեսի այդ բուրկի-մուրկիներին շատ չլսեք, իրենց հարցերը չքննարկեք, ձեր թորներին տարեք անգլերենի ուսուցման, զբաղվեք ռեալ գործերով, դա ձեզ ոչինչ չի տալու, նույնիսկ $1000 տամ, էլի ոչինչ չի լինելու, քթներից են բերելու, ինչպես որ եղավ դուք տեսակ, ես 30 տարի ժամանակ։ Այս հարցը փակենք այսպես, ուրեմն հիմա տեսեք ինչ է լինում, մոդելի իմաստով, եթե դուք ուշադիր նայեք եւ խնդրում եմ ուշադիր նայեք առաջարկներին, ուրիշ վերլուծություններ կլինի ինֆորմացիա կհաղորդվի, հատկապես շատ լավ է, որ մեր որոշ հեռուստաընկերություններ, մեր ամերիկահայ հայրենագիցներից իմաստ, այսինքն մակարդակով հաղորդումներ, բաներ են կազմակերպում, դա պիտի շատացվի եւ այլն, եթե գումարային ասեմ ինչ է լինում, նայեցեք, Հայաստանը ոնց որ թե ամերիկացիները որոշել են դարձնել Կովկասի կամ հայկական Թայվան, դուք հիշում եք ռուսական ներխուժումը Ուկրաինա եւ սանկցիաներ, պատժամիջոցներ Ռուսաստանի հանդեպ, հասեմ հիշեցնեմ բոլորը հիշեք, մեկ էլ տեսնում ենք 3 օրում Ուկրաինան գրաված հզոր բանակը, ուրեմն Ղարաբաղի արյունը մարսած հզոր բանակը ընկավ փոսը, որն էր, պարզվեց Ռուսաստանում չկան չիպեր, եւ արտադրությունը մի ժամանակ կանգնեց, ասում են, չէ, տեղեկատվություն կա, եթե չեք լսել իմացեք, նույնիսկ արտասահմանյան արտադրության սառնարանների չիպերն էին անում, որպեսզի ուրեմն մարդասպանության համար զենք սկսել արտադրել, այսինքն եւ հետո պարզվեց, որ այդ
չիպերի հիմնական մասը Թայվանից են ստացել։ Հիմա նորից կրկնեմ, իմ ընկերոջ շատ է դուր եկել, Աստծուց կրակ եք ուզում։ Ամերիկացիները փաստորեն առաջարկում են չիպերի եւ նման բանի արտադրություն։ Միջուկի մասին չեմ խոսում, ձեր ցավը տանեմ։ Մենք ունեցել ենք միջուկային ֆիզիկա, մենք պիտի ունենանք միջուկային ֆիզիկա։ Ամերիկացիները օգնության, ես դեստեղ է որ ոռնոսները դրել իրենց այս մանգլավիկներով, նաեւ հայկական կոչող լրատվամիջոցներով այդ ատոմակայանի եւ այլնի դեմ են խոսում։ Ասեմ հետեւյալը, որ այս ատոմակայանը մեր շատ վաղուց մնացել է, շատ վաղուց։ Քիչ է մնացել 4000 տարի աշխատեցնել։ Մի օր փորձանք կդառնա։ Հիմա այնտեղից Մոսկվայից ասում են շատ լավ բան է, որ ամերիկացիները տալիս են, բայց այդ մոդուլայինները հեչ բանի նման չեն։ Հիմա հարց եմ տալիս, այդ դա կրեմլա ռուսական սեգմենտին է, ռուսներին է, այդ ամերիկացիք, որ այդ չեղած վատ, ուրեմն չփորձարկված մոդուլային ատոմակայանները ձեզ տան չեք վերցնի, հիմա չեք աղաչի, չեք պարկի տակը, որ ձեզ տան։ Սա նաև ռուսական իմացեք նախանձությունն է, այս ժողովրդի մեջ կա, իշխանության մասին է խոսք։ Ուրեմն չսխալվեք, մնացածներ այո պիտի արվի, ամեն ինչի մեջ ռիսկ կա։ Ես ասեմ, որ մենք հիմա բոլորս ռիսկի մեջ ենք։ Հիմա կարող ենք դուրս գանք, հանկարծ մեքենայի տակ ենք, ինչ անենք, տնից դուրս չգանք, մի ընկեր ունեի, տնից դուրս չեք գալիս։ Ասում է, այդ աղա ինչ եղել, չէ, ասում է, վերջ, հասկանում է, վախենում է, կայմի, մի օր ինչ էր եղել, որտեղ մեքենայի տակ կնի, որտեղ շարի մեջ կնի, դուրս գալուց աղյուսը գլխին էր ընկել մեռավ։ Լավ չէ, որ այդ չվախենալով մեռնել, ոչ թե մեկ աղյուսի հետև դինի կնի, ուզում եմ ասել, մի վախեք։ Ամեն ինչի մեջ ռիսկ կա, ռիսկի ոչինչ չկա, եւ չի կարող լինել։ Ուրեմն այս բլոկը փակում ենք։ Հիմա վերջինը, որ սկզբից սկսեցի։ Դուք եթե կհիշեք, ձեզ առաջարկում եմ այսօր ուշադիր հիշեք։ Մեր շրջած հաղորդաշարով անցած տարի ես երկու անգամ իմ ընկերների հետ գնացել եմ Խոր Վիրապ, դա կարծեմ հունվարի 3-ն էր թե 4-ը կամ էլ դեկտեմբերի 30-ն էր։ Երկու անգամ հաղորդում եմ տվել, որ քրիստոնեական Հայաստանի կնիքը պատմական արժեքը մեր հարստությունն է, բառացիորեն։ Նայեցեք, որոնեք շրջած հաղորդաշարի մեջ կա, բացատրել եմ ինչու համար եւ ինչ է նշանակում Խոր Վիրապ հայերի համար եւ Հայաստանի համար։ Եվ հիմա ինչ է, գալիս է մի լուսավոր քաղաքական գործիչ եւ հիացական բանով ասում է սա արարչագործության հայրենիքն է, սա քրիստոնեության հայրենիքն է։ Այս կագեբեշնիկները ռուսական գուբերնիայից ենգում չեն հասկանում կամ ախորից, բայց բարձվում է, որ դա ուրիշի համար, համաշխարհային տերության համար, մեզ համար առաջին հերթին անշուշտ արարչագործության հայրենիքն է, որտեղ գիտեք մարդկության ուրեմն այդ ամեն ինչ արարվել է եւ Խոր Վիրապի շուրջ է ծավալվել ամեն ինչ։ Ուրեմն սրա ենթատեքստում էլ դիմում եմ իշխանություններին, շուտ արեք, բոլոր միջոցները գործադրեք, մայրաթորն ազատեք ռուսական ազդեցության, ուրեմն ուզուրպատորի իշխանությունից, ցան թույլատրելի բան է։ Եվ այդ դոկտորներ, բաներ, տկետ դուրս են տալիս, եկեղեցու դեմ դուք եք, ովքեր ռուսական ազդեցությունը պահում են, եկեղեցում հայ ժողովրդի թշնամիներն են, ուզում են դոկտոր լինեն, ուզում են կոլխոզնիկ լինեն, ուզում են Լուկաշենկո լինեն, ինչ ուզում են, եկեղեցի շատ արագ պիտի վերադարձվի Հայաստանի հայ ժողովրդի ծառայության Հայաստանում, եւ վերջացավ բանը, կաթողիկոս, ինչ կաթողիկոսը չի կարող ավելի բարձր իշխանություն ունենալ, քան կարող է պետական իշխանությունը եւ այլն։ Եվ եթե չեք հավատում, հիմա դիմում գրեք Տրտադմես Թագավորին եւ Գրիգոր Լուսավորիչին։ Իրենք ձեզ կբացատրեն, թե դա ինչ է նշանակում։ Ուրեմն սա էլ էսպես, բարեկամներ, հիմա քաղաքագիտական առումով մի բարձաբանում անեմ, երևի թե դադարեցնենք, երևի թե վերջացնենք հաղորդում, չօգնեցնեն։ Ուրեմն տեսեք, քաղաքագիտությունը ուրեմն պետության հզորության մեջ 3 բաժին է նախատեսում, դա անուն ունի, ուրեմն մեկը կոչվում է կոշտուժ, դա բանակն է,
անվտանգության ծառայություններն են եւ այլն եւ կոշտուժ հասկանում եք ուրեմն այդ կոշտուժը ուրեմն գալիս է տանկերով հրթիռներով սա մեկ կա նաեւ պետության փափուկ ուժ դա մշակույթն է դա ոնց ասել դա այդ ժողովրդի հոգեվոր լիցն է արարման պատմությունն է ամբողջականությունն է քաղաքական կյանքի կազմակերպումն է բարետեսությունն է եւ այլն այս փափուկ ուժը ինքը ունի ցակողական մեծ հզոր ուժ եւ օրինակն ասեմ եւ փաստորեն քրիստոնեությունը եւ քրիստոնեությունը հատկապես աշխարհում առաջինը պետականություն հրճակած ուրեմն ժողովուրդը Հայաստանը այսօր որպես հանրապետություն մեր փափուկ ուժն է soft power անգլերենով ես ինձ վստահ եմ որ փոխնախագահը որտեղ ամերիկյան համալսարան է անցել այսինքն կիսադրակետ ակադեմիկոս չի հասկանում եք ոնց է շատ լավ գիտի եւ ասեց ահա թե որն է Հայաստանն այսօրվա եւ այլն այդ ուժը ահռելի ձգողականություն ունի պատկերի համար ասեմ հատկապես երիտասարդների համար եւ ծերերի համար եւ ամեն մեկը կարող է իր պատկերի մեջ վայելել այն ինչը որ ասելու եմ դուք Ջոկոնտայի պատկերը Միքելանջելոյի նկարը հիշում եք չէ դա Մոնա Լիզան մի խոսքով նկարը եթե ունեք էկրանից թեկուզ ինտերնետով հանեք ոչինչ որ բնագիրը չի բնանկարը դե բնանկար տեսնելը շատ դժվար բան է դա ինչ ցակողականություն ունի ես այդպես երբ որ ինձ համալսարանում դա բացատրել են ես իմ մեթոդն եմ ասում թե ինչ է մի խոսքով մի հրաշալի արվեստաբանության դասախոս ունենք շատ խելացի նա ասում էր Մոնա Լիզայի ցկողականության եւ այն մասին էր խոսում եւ ասում էր եթե դուք Մոնա Լիզան նայեք փոխվել հնարավոր չի եւ ես էսպես այն ժամանակ գրախանութներում նման պատկերային նկարներ բաներ շատ բնակատի տեսքի այդպիսի նկարներ շատ էին ասում էր դուք տարեք ձեր տները ուսանողներս էր ասում պատին փակցրեք հիմա որպես դասախոս ձեզ ասում եմ որպես ուսանող մի պատ ձեզ պատկերացրեք պատին փակցրեք Մոնա Լիզայի նկարը եւ իրեն նայելով քայլելով գնացեք որ ասենք որ շատ գեղեցիկ արտաքին հայացքից սուտ է դուք հիմա մտեք մանկավարժական համալսարան մեր բոլոր համալսարաններ դուք կհիանաք հայուհիների գեղեցկությամբ լիքը գեղեցկությամբ բայց կանցնեք կգնաք ինչի որ Մոնա Լիզայի առավելությունն ինչ է դա շատ հետաքրքիր հանճարեղ լուծումներ ունի մեջը դուք կողքով գնում եք հետ նայելով հեռանում եք հետո ասում եք լավ հələ կնամ մի հատ էլ նայեմ եւ այլն ու բարձրում է որ մինչև սովածանալ կամ աշխատանքից ուշանալ հետո առաջ կգնաք Մոնա Լիզայի նայելով դա փափուկ ուժն է գրավչությունն է դուք գիտեք որ կնոջ գրավչությունը շատ ավելին է հմայքը քան թե կնոջ գեղեցկությունը բայց այդ երկուսը եթե իրար հետ են լինում դա հրաշալի է լինում այդ դեպքում լինում է Արտաշես արքայի ուրեմն սատենիկ թագուհին մեր որ ալանների աղջիկն է ինչ եմ ուզում ասել ահա ձեզ քրիստոնեություն այդպիսի ցկողականության պատկեր ունի եւ ես կաղնիկ չի ասեմ դերգեմ քրիստոնյա ժողովրդավարական գուսացություն ես իմ համախոհներից ստեղծել եմ Հայաստանի փափուկ ուժը նաեւ աշխարհին ներկայացնելու համար ինչի մասին խոսեց ազնվորեն եւ անգերծորեն ուրեմն Միացյալ Նահանգների փոխնախագահ եւ խոսեց այս բանը չեկիստների համար եմ ասում ուրեմն փոխադարձ շահերի համատեղման այսպես ավազանում կամ սկզբունքի վրա ուրեմն բարի գիշեր ձեզ մնացածը կհետևենք հիմա դա շատ խորքային են լուծումները ամեն ինչ չէ որ մեզ բարձ է ես էլ տեղեկացված եմ ուրեմն այս ոլորտում ինչ կլինի ուրեմն վստահ եղեք բարբերաբար ես դրա մասին ձեզ կհաղորդեմ բայց հիմա կրկնում եմ ամփոփիչ իմաստով ես կարծում եմ որ թերություն բան հիմա խոսելու եմ բայց չլսեք ես ձեզ ասեմ մի առողջության դեղամիջոց որ կտեսնեք ռևանշիստները զազրախոսում են եւ մի լսեք դադարեցրեք հաղորդում եմ մի նայեք ընդհանրապես մի նայեք Ռուսաստանից մի տարի ինչ հնարավոր է մի նայեք
Եթե սիրուն աղջիկ եք կլնի մի նայեք, ոչ ինչ բան չկյանքները բան չի լինի։ Ուզում եմ ասել, որ որպեսզի կարողանաք կտրվեք։ Ես ինձ թվում է իմ հաշվարկներով մի 10-15 տարի, եթե մենք քրտնաջան աշխատենք եւ կարողանանք կազմակերպենք, մենք 15 տարի հետո ունենանք հայկական Թայվան։ Այդ մակարդակը կապահովենք, թե չէ դժվարանում եմ ասել, հայկական Թայվան ունենալու համար պիտի ունենալ չինացու աշխատելու ջիղ, կարգապահություն եւ նվիրում, դա նկատի ունեցեք։ Ուրեմն սա հիմա Ադրբեջանի բարակայում մի բան ասեմ։ Իհարկե մենք ստացել ենք այն ինչ որ ասեցի, հիմնականները սրանք են Ադրբեջանին ինչ են տվել։ Ադրբեջանին տվել են, ինչ են ասում, բռաններ ժիլետներ եւ նորագույն, ոչ նորագույն, նոր ամերիկյան զինտեխնիկա, որոնց մեջ են նաեւ Սուզանավային այսպես կատերներ, հա, հարց եմ տալիս։ Կատերներն ում դեմ են տվել, ում դեմ է կռվելու Ադրբեջանը։ Երկու պետություն կա հավանական։ Մեկը Ռուսաստանն է, մեկը Իրանը, թե չէ Կասպից ծովում կատերին չանում։ Կարող է բան պիտի հանի, խավիար պետք է հանի, որ այս Ղարաբաղյան կալանը ուտի, առանց այդ էլ ուտում է։ Ուրեմն տեսեք, պրոբլեմ են ստեղծել ամերիկացիները Ռուսաստանի հետ Ադրբեջանի համար, նաև հավանաբար Իրանի համար։ Ուրեմն շարժվեք առաջ, ամեն ինչ լավ է լինելու, մեր պետությունը վերածվում է այն ասեցի ինչ, իսկ դա նշանակում է ես վերադառնում եմ իմ հին երկին, որը 1000% ճշմարտություն է։ Հայաստանը դառնում է այս Կովկասի բանալի պետություն եւ վերջ, ուրեմն մենք պետք է դա ռեալիզացնենք։ Եթե դա չարեցենք, մեղավորը բացառապես մենք ենք։